Սիրելի երիտասարդներ, մենք կարող ենք բոլորը սրտի խորքից ասել Փառք Աստծուն։ Փառք Տիրոջը, Փառք Աստծուն, Փառք Տիրոջը։ Ես պարտավոր եմ ձեզ ասել Տիրոջով հորդորել, կգա ժամանակը, դե այդ ժամանակը մոտ է եւ կարող եմ ասել։ Մենք շատ կապսոսանք, որ այս ժամանակները ավելի կարող ենք ճիշտ օգտագործել եւ գնահատել այս ճամբարային կյանքը։ Մի մտածեք, որ միշտ այսպես կլինի։ Դուք գիտեք, որ հիմա յուղ հավաքելու ժամանակն է հիմա։ Յուղ հավաքելու ժամանակն է։ Յուղ ինչի համար են հավաքում, լամպ ինչի համար է պետք, կարող եք ասել։ Լույսորվա համար պետք չի ճրակ։ Գալու են մութ ժամանակներ, իսկ մութ ժամանակի համար գիշերվա համար ճրակ են պետք։ Եվ մանավանդ յուղ։ Ոմանք կանգնելու են դռների հետևում, բայց այդ դուռը չի բացվելու։ Հիմա ժամանակն է։ Երկրիկը որ երկեց, ինչ էլ որ մենք անենք, մենք գիտենք երկրային կյանքը ցեխեր են, հետո ինչ են։ Աղմուկալից կյանքի օրեր են։ Ինչ անենք, նորից եմ ասում, մեկը կիսատ է մնալու։ Երբ որ երիտասարդներ, սիրելի երիտասարդներ, հիշեք միշտ, ոչ թե որպես մամիկո եղբոր խոսքը հիշեք, ինչքան որ գերեզմանի մոտով կանցնեք, թող ձեր միտք աշխատի, որ բոլոր գերեզմանում բոլոր ննջողները, իրանց բոլոր գործերը, մարմնավոր գործերը կիսատ են թողելու, մենք էլ ենք կիսատ թողելու, բայց զգուշ լինենք, որ մեր լապտերների յուղը կիսատ չմնա, այդ համար պետք է մտածենք։ Հիմա քանի որ պետք է նայենք Աստծո խոսքին, Աստծո խոսքը հայելի է, հայելի ինձ համար, մենակ մի մտածեք ձեզ համար է, ինձ համար եւ ձեզ համար հայելի է։ Պետք է մենք այդ հայելին օգտագործենք։ Ամեն մեկը նայեք, որ կանգնում եք հայելու առջև, երբեք չեք մտածում, ինչի՞ քրոջ եմ, եղբորը կամ հարևանին չեմ տեսնում հայելու մեջ։ Ովքեր որ կանգնում են հայելու առջև, իրանց համար են կանգնում, ոչ թե ուրիշ քրոջ եղբոր համար։ Աստծո խոսքը անձնական է դա, ինձ համար եւ ձեզ համար է։ Ես պետք է Տիրոջով խոսեմ, եղբայրները կունենան ավելացնելու բաներ եւ կլինեն հորդորներ, հիմնական իմ խոսքը վերաբերում է մարմնավոր հավատացյալների մասին։ Աշխարհում 3 տեսակ մարդիկ կան։ Մարդկա, որ սովորաբար Աստծուն չի հավատում, դա առաջի դասի մարդիկ են։ Երկրորդը, որոնք սովորաբար մարմնավոր հավատացյալներ են, երրորդը դրանք հոգևոր մարդիկ են։ Աստծուն սիրող հավատացյալներ են։ Վերջում մեր ժամանակ տեսնենք Աստված որոշեցինք, որ կպահենք ամուսնացածների հետ մի քիչ կզրուցենք, հորդորենք։ Ունենք յուղ աված, յուղ ունենք լեցնելու։ Այդ յուղը գիտեք ինչ յուղ է, խրատական յուղեր են։ Իմաստուն ընտանիքները, քույրեր, ամուսներ կանայք կընդունեն, ոչ ամուսները տանվես կարող է չընդունեն։ Բայց պարտավոր ենք վերջում որոշ ամուսնացածների հետ ունենալ զրույց։ Հիմա ուզում եմ կարդալ բոլորիս համար, ինձ համար եւ ձեզ համար առաջինը Հռոմացիների տեսնենք ինչ ասում Պողոս առաքյալը։ Ես սովորաբար մի քան անգամ եմ գլուխն եւ համարներ ասում։ Ու եղբայրներին միշտ հիշեցնում եմ, որ ասենք հուշում եմ, այսինքն ասում եմ միշտ 2 անգամ կրկնեք, ամենակիչ 2 անգամ, որտեւ եղբայրներ քույրերը գնում են իրանց մոտ։ Հռոմացիների 8-րդ գլուխ 5-րդ խոսքից պետք է կարդամ ինձ համար եւ ձեզ համար։ 5-ի 8-րդ գլուխ 5 խոսքը։ Քանզի մարմնավոր եղողները մարմնի բաները կմտածեն, մարմնավոր եղողները մարմնի բաները կմտածեն, հոգևոր եղողները հոգի բաները։ Վասնզի մարմնավոր խորհուրդը մահ է եւ հոգևոր խորհուրդը կյանք ու խաղաղություն։ Քանզի մարմնավոր խորհուրդը Աստծո դեմ թշնամություն է, վասնզի Աստծո օրենքին չեն հնազանդիր։ Մանավանդ չկառնալ։ Վասնզի մարմնով եղողները չեն կրնան Աստծո հաճո լինել։ Բայց դուք մարմնով չեք, հապա հոգիով, եթե Աստծո հոգին ձեր մեջ բնակված է, իսկ եթե մեկը Քրիստոս հոգին չունի, անիկա անունը չէ։ Ստեղ ունակ նայում են գրված է, քանզի մարմնավոր եղողները մարմնի բաներն է մտածում, հոգևոր եղողները հոգևոր բաները։ Այո, հոգևոր կյանքում այդպես է։ Եթե սովորաբար դու մարմնավոր ես, քո բոլոր մտածմունքները, բոլոր խորհուրդները, բոլոր նորից եմ ասում, աշխատանքը գնում է մարմնի համար հոգ սանելու, մարմնի համար ցավ քաշելու, մարմնի հոգերը հոգալու համար, այդպես է սովորաբար։ Եթե մենք նայում ենք Կորինթացիս եկեղեցին, որը սովորաբար առաքյալի կողմից հաստատված եկեղեցի էր, ուրիշ մեկը չէ, որ աշխատանք էր տարել։ Պողոս առաքյալը ինքը Սուրբ Հոգով լեցված մեծ աշխատանք էր տարել։ Բայց այդ նույն եկեղեցում եւ կային մարմնավոր հավատացյալներ։ Դրա համար պատական չէ, ուզում եմ այդ տեղը կարդալ Առաջի Կորինթացիս 3:1-ում գրված, Առաջի Կորինթացիս թուղթ 3-րդ գլուխ առաջի խոսքից, Կարդում եմ ինձ համար եւ ձեզ համար։ Այսպես ասում առաքյալը. Եվ ես եղբայրներ չկրծա խոսել ձեզ որպես թե հոգևորներու, հապա որպես թե մարմնավորներու, որպես թե Քրիստոսով տղայոց ձեզի
կատ կերծուցի եւ ոչ թե կերակուր, վասն դեռ կարող չէիք։ Հիմա էլ տակավին կարող չեք։ Վասնզի դեռ մարմնավոր եք, ասում է դեռ մարմնավոր եք, որովհետեւ տեսնենք մարմնավոր, եթե մարմնավոր ինչ բաներ կա, որը դրսևորվում է մարմնավորի կյանքում, որովհետեւ տակավին ձեր մեջ նախանց։ Ես լավ կլինի, որ դուք ամեն մեկ այդ ձեր տետրակի մեջ նշեք, ինչ որ բաներ, որ պետք է տիրոջմով խոսենք համարները, հələ նշեք, տեսեք, կա բաներ, որ ասենք սովորաբար ձեր մեջ կա, մի անկյունի վրա գրեք, որովհետև ձեր մեջ նախանց, հակառակություն, ուշադիր եղեք, բաժանումներ կան, չէ որ մարմնավոր եք ու մարդկորեն քայլ եք։ Ուրեմն կարդացինք, տակավին ձեր մեջ նախանց, հակառակություն եւ բաժանումներ կան, չէ որ մարմնավոր եք ու մարդկորեն քայլ եք։ Քանզի երբ ձեզ մեկը կսե թե ես Պողոսյան եմ, մյուսը թե ես Ապողոսյան եմ, չէ որ մարմնավոր եք։ Ով է Ապողոսը, ով է Պողոսը, Պողոս Արաքյալը, վերջերջով այսին կոնկրետ դերից ասեց, այդ ինչ եք անում։ Այդ ինչ եք ջոգողություն եք դնում, որը Պողոսյան, Ապողոսյան։ Չէ որ վերջերջով Քրիստոս է բոլորիս համար արյուն թափել։ Եղբայրներ, քույրեր, պետք է վերջերջով մենք կարողանանք զանազանել, տեսնել։ Եթե հոգևոր մեկը հավատացյալ է, մարմնավոր չի, նա իր անձի շահը երբեք չի փնտրում։ Երբեք իր անձի շահը չի փնտրում, ուրիշին է փնտրում։ Ուրիշի շահն է փնտրում, իր անձի շահը չի փնտրում։ Իսկ մարմնավոր իր անձի շահն է փնտրում, անպայման։ Հիմա եկեք նայենք, տեսնենք Հակոբոսն ինչ է մարգարացել, Հակոբոսը։ Հակոբոս 4-րդ գլուխ առաջի խոսքում կարդում ենք հետևյալը։ Հակոբոս 4-րդ գլուխ առաջի խոսքից։ 4-րդ գլուխ առաջի խոսքից կարդում ենք։ Ուրքեն պատերազմները եւ ուրքեն կռիվները ձեր մեջ ասում է։ Չէ որ ձեր ցանկություններեն, որոնք ձեր անդամներու մեջ կպատերազմին, կցանկակ, ճունիկ, կսպանեք ու կնախանձիկ եւ չեք կրնա ձեր ուզածին հասնել։ Կպատերազմիկ ու կկռվիկ, բայց ճունիկ, վասնզի չեք խնդրել։ Կխնդրեք ու չեք առնել, վասնզի չարաճար խնդրեք, որպեսզի ձեր ցանկություններուն բանեցնեք, որպեսզի ձեր ցանկություններին բանեցնեք։ Այստեղ եթե մենք նայում ենք, ասում եք բոլորը ձեր մեջ կան, այդ պատերազմները, կռիվները, վերջերջով ուզում եք, ձգտում եք, բայց չեք կարող հասնել, որովհետև ուզում եք ձեր, այսինքն մարմնավոր ցանկություններին բանեցնել, դրա համար արդյունք չի կարող լինել։ Երբեք արդյունք չի կարող լինել։ Որպեսզի Աստված մեր աղոթներին պատասխանի, արդյունք լինի, մենք պետք է նորից եմ ասում, ամենակարևոր առաջինը հոգևոր բաները խնդրենք, հոգևոր բաները։ Տեր Հիսուսը պատական չէ, որ ասեց, առաջ եկնայինը խնդրեք, մնացածը կլինի ձեզ։ Այսինքն առաջ հոգևորը։ Հիմա եկեք անդրադառնանք, տեսնենք նորից եմ ասում, նույն Հակոբոսը, տեսնենք ստեղ ինչ ասում, նույն Հակոբոսը։ 3-րդ գլուխ փաստորեն կարդում ենք 13-րդ խոսքից։ 13-րդ խոսքից ձեր մեջ իմաստունը խելացիով կա, թող անիկա բարի վարմունքով ցուցնե իր գործերը իմաստության հեզությունով։ Ապա եթե դառը նախանձ ու հակառակություն ունենաք սրտերուդ մեջ, մի պարծենաք։ Ապա եթե դառը նախանձ, նորից այստեղ ասում է, հակառակություն ունենաք սրտերուդ մեջ, մի պարծենաք ու ճշմարտությունը սուտ անեք։ Այս իմաստությունը վերեն իջած չէ, հապա երկրավոր, շնչավոր եւ դիվական է։ Նորից եմ կարդում, ուշադիր եղեք, տեղերը չփոխենք։ Այս իմաստությունը վերեն իջած չէ, հապա երկրավոր, շնչավոր, դիվական է։ Քանզի որ նախանձ ու կռիվ կա, հոն անկարգություն ու ամեն չար բաները։ Հապա վերին իմաստություն նախ սուրբ է, ետքը խաղարար, հեզ, հլու, ողորմությունով ու բարի պտուղներով լեցուն, անկողմնասեր եւ անկեղծ։ Եվ արտարության պտուղը խաղաղությունով կսերմանվի անոնց, կսերմանվի գրվածը, արտարության պտուղը խաղաղությունով կսերմանվի անոնց, որոնք խաղաղություն կնեն, եղբայրներ քույրեր։ Ինչքան լավ խոսքեր կան այսօր գրված։ Վերջերջով պետք է մենք խորապես նայենք, եղբայրներ քույրեր։ Մարմնավոր հավատացյալի բոլոր նպատակը իրոք որ ամեն կերպ անում է, որ մարմնավոր ինչ-որ մի բան պակաս կիսած չմնա։ Նա կապված է նյութականի հետ, կապված է։ Եթե սովորաբար մենք նայում ենք ժամանակի պատճառով չեմ ուզում կարդալ, գրեք ձեզ մոտ գնացեք կարտացեք, թվոց գրքի 11-րդ գլուխ, 11-րդ գլուխ 5-րդ խոսքից, առաջի խոսքից որ կարդում ենք, կարտացեք մինչև 18 խոսքը։ Թվոց 11-րդ գլուխ, առաջի խոսքից մինչև 18 խոսքը։ Գրված է Իսրայելի ժողովուրդը, եթե գրված է միայն մանուկների համար, պատանիների համար, հասկանանք վերջը երեխային նրանք,
պատանի են չդիմացան։ Այսինքն վերջերջում մանանայից զզվեցին, ոնց որ իրանք են ասում։ Բայց այնտեղ նայում ենք տարիստներ, տղամարդիկ, վերջերջով շատ մարդիկ, վերջերջով գրված է միջ անգամ տղամարդիկ, ժողովուրդ Իսրայել ծերերը գրված է տրտունջ արեցին։ Ինչի համար են տրտունջում։ Կարող ենք ասել, հիշում եք, ինչի համար են տրտունջ անում։ Տրտունջ են անում, ոնց ասած, որ հիշում են վերջը Եգիպտոսի ինչերը, միսը, ծմերուկս, վերջը սեղերը, ամեն բան հիշում են։ Ու գրված է երեխայի նման լաց եղան։ Եղբայրներ քույրեր, ժամանակի պատճառով չեմ ուզում կարդալ, գրված է նրանք երեխայի նման լաց եղան։ Մեզ մի սուո պիտի տա։ Եվ Աստված էլ ասեց. ձեր տրտունջի պատճառով, այսինքն լացի պատճառով, մի օր կտամ, երկու օր կտամ, մի 10 օր կտամ, գրված է, այդպես գրված է, որ գնա կարդակ։ Միջև գրված հիշում եք, մի ամիս թե 40 օր։ Միջի անգամ գրված է 40 օր, ձեզի պիտի տամ, լորամարգին միս պիտի տամ։ Ու այդպես ասում եմ, միջև քթներիցի դուրս գա, այդպես է գրված։ Իրանց տրտունջի պատճառով, որտեղ եթե մեկ նայում եք գրված է տրտունջի պատճառով ժողովուրդ անապատվեж փրված ընկան։ Այսինքն նրանց լացը ողբը, այսօր կան հավատացյալներ, որ իրանց հոգևոր կյանքի համար լացում ողբում են, իրանց վիճակի համար ողբ են ապրում, որ իրանց կյանքը չի համապատասխանում Աստծո խոսքին, իրանց կյանքը տկար է, թույլ է հոգևոր կյանքը, հաղթություն չունեն մեղքի նկատմամբ, ոմանք տրտում են ապրում, ինչպես Պողոս առաքյալը ասում է, ես որ ձեզ գրեցի հանդիմանական, թեկուզ մի պահ զղջացի, բայց չեմ զղջացել, որտեղ իմ հանդիմանությունը ձեր մեջ բերեց տրտմություն, այսինքն տրտմությունը տանում է լացի ողբի, տարավ տրտմության, եւ որչափ ձեր մեջ չկմեղություն, նախանձավորություն եւ վրեժխնդրություն, ոչ թե մարդու նկատմամբ իրար նկատմամբ, մեղքի նկատմամբ վրեժխնդրություն, որը դա Տիրոջ հաճելի էր։ Իրան հավատացյալին այ հոգեվոր կյանքի համար ունենում է ողբ լաց, Տեր փոխիմ կյանքը, Տեր օգնի, որ այս կյանքը չի։ Քրիստոսով եղբայրներ քույրեր, եթե մենք նայում ենք իրոք որ այդպես է։ Եվ եթե հետարկիր է Ֆիլիպպեցիս 3:18-ում, որ կարդում ենք Ֆիլիպպեցիս 3:18 խոսքը, Ֆիլիպպեցիս 3:18 խոսքը, Պողոս առաքյալը մի լաց էր ապրում, տրտմություն էր ապրում, գիտեք ում համար, ասում է ես լաց եմ լինում, 3:18-ը, խաչի թշնամիներ համար, տեսնենք նրանք ովքեր են, որոնց գրված իրանց Աստված իրենց որովայնն է, ուշադիր եղեք, իրանց Աստված իրենց որովայնն է, ու անոնց փառքը իրենց ամոթն է, միայն նրանք երկրավոր բաներ են մտածում, այսինքն երկրավոր նշանակումը մարմնավոր բաներ են մտածում, երբ որ մենք անդրադառնում ենք եղբայրներ քույրեր, Անգեյ մարգարոճա մեջ գրված է, որ մարդիկ երբ որ գերությունից եկան ուշադիր եղեք, գերությունից որ եկան, Տիրոջ տուն ավերակ էր, այսինքն տաճար ավերակ էր, քանդված էր, ոչ մեկը Տիրոջ տան մասին չմտածեց, եւ սկսեցին ինչ անել, հիշում եք, լավ տներ պատրաստել, երկրավոր իրանց բնակարանները շատ գեղեցիկ արեցին, այգիներով ամենջով, ու պես գրված է, ձեղունազար տներ, շատ գեղեցիկ տներ, անցնում էր տարիները, ոչ մեկ հոգևոր կյանքի մասին չէր մտածում։ Եվ Տերը Անգե Մարգարին հանեց ասեց. եթե դուք ուզում եք, որ իրոք որ օրհնություն գա ձեր կյանքի մեջ, եթե ուզում եք, որ Աստված ձեզ օրհնի, գնացեք Տիրոջ տան մասին մտածեցեք։ Եթե Տիրոջ տան մասին չմտածեք, ես ձեր ունեցվածքի վրա պիտի փչեմ։ Կուտեք չեք կշտանա, քակնեք չեք տականա, ջուրը խմեք ձեր ծառավը չի ագինա, ձեր քսակն էլ ծակսակ կլինի։ Այսինքն նորից եմ ասում ինչ որ քսեք գնալու է չի մնալու։ Եվ գրված է ժողովուրդ անհանգստացան եւ սկսեցին գնալ փայտ բերել եւ Տիրոջ տունը սարքել, այսինքն որ պաշտամուն կլինի։ Իմ աղաչանքն է ձեզ երիտասարդներ, առաջինը մտածեցեք հոգեվոր կյանքի համար, առաջինը ձգտեք հոգեվոր կյանքի համար, որտեղից ամեն բան իրոք որ շատ լավ է ստացվելու, բայց որ ձգտում եք մարմնավորը կատավի, եթե ժամանակ ունենաք մի քիչ ժամանակ հոգեվորությանը, մենք սխալվելու ենք, մենք շատ ենք սխալվելու։ Դրա համար պատական չի նորից եմ իջեցնում Պողոս առաքյալը լաց է լինում համարելով դրանք Քրիստոսի խաչի թշնամիներն են, որոնք միայն երկրավոր բաներ են մտածում, ոչ թե երկնայինը, եղբայրներ քույրեր, բայց Տերը մեզ կանչել է դրա համար։ Տեսեք, դուք գիտեք, որ Հակոբը Եսավի մեջ տարբերություն կար, կա թե չկա։ Հակոբը եւ Եսավի մեջ մեծ տարբերություն կար։ Եսավը որպես մարմնավոր հավատացյալ էր։ Հակոբը հոգևոր մարդ էր։ Եթե Եսավը լիներ հոգևոր անձնավորություն, մի աման ապօրի համար իր անդրադարձությունը չէ ծախի։ Իր համար մարգարեական խոսում գիտեք ինչ է գրված։ Սա Երեմիան է մարգարացել։ Երեմիայի գրված է 49:10-ում։ Եսավի համար տես ինչ ասում։ 49:10 խոսքը Երեմիա մարգարեության 49:10 խոսքը։ Բայց ես Եսավը մեր կացուցի անոց ծածուկ տեղերը բացեցի։ Սա Աստված է ասում։
Ես Եսավը մերկացրեցի, նրա ծածուկ բաները բացացի, այդպես գրված է։ Հետարքերը ես մի կարտացի, ինչքան հիշում եմ Սլյովա Խրիստոնյանի ժուրնալի մեջ էր, երբ որ սովորաբար մի երիտասարդ, նոր ընտանի կազմած երիտասարդ շատ նվիրված եղել, ասված է որ դուք էլ երիտասարդներին նվիրված եղեք Տիրոջը, անմնացորդ նվիրվեք, անմնացորդ կգա վաղ ուշ կլինի։ Այդ երիտասարդ թեկուզ ամուսնացել էր, աղքատիկ նորից միած սենյակ են սարքել, համատեղ երեխաները կարգին քնելու տեղ էլ չկար։ Այդ մի սենյակում իրան քնում են, մի սենյակում պաշտամունքներ են միշտ լինում, որտեղ վնեց հնարավորություն չկար, հալածան կար, նեղություն կար։ Եվ այդ տան քույրիկը, նոր ամուսնացած քույրիկը, որ ասենք, հլա որ ինչքան հիշում եմ, մեր երկու հատ երեխա ուներ, շատ նախանձավոր եղել։ Դե որ հավատացյալները միշտ իրան տուն եկել գնացել են, ինչ որ եղել է տանը հյուրասիրել է, գիտեք։ Ինչ որ տուն եղել է հյուրասիրել է։ Բայց մի հատ փորձառու քույրիկ, 5 տարիների քույրիկ, 5 հավատացյալ քույրիկ, որը նոր քույրիկ չի իրանման։ Մի օր գալիս է, գիտեք ինչ ասում, խորհուրդ է տալիս իրան։ Դե վերջը գիտեք երիտասարդ անփորձ է հավատքի կյանքի մեջ։ Գիտեք ինչ խորհուրդ է տալիս, ասում է քույրիկ ջան, ասում է, ես նկատում եմ, որ դու քո տունը դարձրել ես ճաշարան, հա? Ամեն մեկին կիրագրում ես, ամեն մեկին նորից եմ ասում հոգատարություն ես անում, ու դու չես մտածում վաղը քո երեխեք ինչ պետք ուտեն։ Եվ այդ քույրիկ հավատքը կոտրվում է։ Բայց Աստված մարգար է ուղարկում, գիտեք։ Տեսեք, մարդու կողմից վնաս, Աստծո կողմից օգուտ է դա։ Մարգարության միջոցով գալիս է ասում է զավակես։ Եվ շարունակի ինչ որ դու անում ես, ես այդ բոլորը տեսնում եմ, այսինքն վարձ կա։ Ինչ որ անելու եք, եւ պիտի անեք դրա համար վարձ կա։ Ես վերջերս ուշադրություն դարձի գրված է Մարգարի անունով, եթե մեկին Մարգարի ընդունում ես, դրա վարձ կա, ավելի բարձր է։ Արտարին իր անունով ընդունեցիր, Տիրոջ անունով պարզավոր, վարձ կա։ Երեխային ընդունեցիր, էլի վարձ կա։ Ինչ որ մեկ անում եք, ասում է, եթե մի բաժակ ջուրել ես տալիս, դրա վարձը չի կորնի, ընդամենը ջուր, որ պետք է մենք սովորենք բարություն անել։ Եվ Սուրբ Հոգին ասում է, հետագայում ասում է, երբ որ արդեն զգացի պակասություն, Աստված իմ եղբոր սրտում դրեց, ահագին ուտելիք բերեց, որպեսզի կարողանամ ինչ անել, հյուրասիրել հավատացյալներին։ Դրա համար թող Աստված օգնի եղբայրներ քույրեր։ Ես մի ուզում եմ մի փոքր անդրադառնալ։ Տեսեք մարմնավորության վնասը։ Երիտասարդներ ուշադիր եղեք։ Մի քանի դեպքեր ուզում եմ նորից եմ ասում, այդպես հիշենք, հորդորում Տիրոջով խրատում եմ։ Բայց դուք լավ իմացեք, խրատը ընդունողի համար է։ Գրված է պատվիրանքը ճրակ է, ուշադիր եղեք, օրենքը լույս է, եւ խրատի հանդիմանությունները կյանքի ճանապարհ են, բայց ում համար, ով կարող ասել, ընդունողի թե չընդունողի համար, ընդունողի համար կյանքի ճանապարհ են, չընդունողի համար կյանքի ճանապարհ չի կարող լինել, հնարավոր չի դա, չի լինի դա, դրա համար ինչ եմ ուզում ասել, ինչքան դեպքեր կան, ասենք մանավանդ ամուսնական կյանքում, ընտրության կյանքում էլ մարմնավոր ձևով են ընտրում, ընտրում են մարմնավոր ձևով։ Եթե ինչ որ մենք սերմանում ենք, նա էլ հնձում ենք։ Դրա համար պատահական չի, որ Պողոս Արաքյանն ասում է, մի խաբվեք, Աստված ծաղր չի լինում, սիրելի երիտասարդներ։ Աստված ծաղր չի լինում։ Ինչ որ սերմանենք, նա էլ պետք է ընձենք։ Եթե մարմնավոր ենք սերմանում, հոգևոր բան չենք ընձի։ Հոգևոր ենք սերմանում, հակառակը չի կարող լինել։ Մեր սերմանածը մենք պետք է ընձենք։ Դրա համար սովորաբար այն հավատացյալները, որոնք դեռ մարմնավոր են, մարմնավոր աչքերով են նայում, մարմնավոր աչքով են, սրտով են ընտրություն են անում։ Գիտեք ինչ։ Մեկը փնտրում է կապույտ աչքերով, մի հատ քույրիկ ճարի գնալ, տարբեր տեղեր միջակայքում հասնել Ռուսաստան, կապույտ աչքերով բանը ճարը, մեկը մի ուրիշ բան։ Հասկացար։ Մեկը գիտեք ինչ անում, ոչ թե նայում է հոգևոր կյանքին, նայում է ոնց ասած, որ ունևոր են։ Մեկը նայում է ոնց ասած, որ սովորաբար շատ կրթված են։ Մեկ ուրիշ կերպ է նայում, ոնց ասած, որը վերջ-վերջով շատ, ասենք, լավ են ապրում, իրանք մի բանով ինձ կօգնեն։ Այսինքն նպատակը ճիշտ չի, նպատակը մարմնավոր է։ Եղբայրներ քույրեր, ես հիշում եմ օրինակ Իվան Անտոնիչ Լիպչուկին գիտեք, չէ՞, մեր Բելեխի օգնական եղել, Իվան Անտոնիչ Լիպչուկը։ Իրանց ամուսնությունը գիտեք ինչ է, ինչպես եղել։ Իր, ասենք որ իրան հետո դարձել է իր երեխա ունեցել, իր հայրը, որ երիտասարդ եղել, որ ամուսնացել է։ Ուկրաինայի մի գյուղում է եղել։ Դուք գիտեք, այն ժամանակ էլ աշխարհի մարդկանց մոտ էր սովորաբար եւ այդպես էր։ Հարուստները չեն կարող աղքատի աղջիկ ուզել։ Թույլ չեն տալիս ծնողները։ Միշտ ասում են, ես ընկերոջս, ես ինչ բարեկամի կամ ես ինչ վերջերջով, այսինքն ես հարուստ անձնավորությունը այսպես էր։ Իր հայրը այդ գյուղից մի հատ շատ աղքատիկ ընտանիք աղջիկ ուզել։ Ծնողները չեն համաձայնվել, գիտեք ինչքան ժամանակ չեն համաձայնվել։ Ասել են, ես հարուստի աղջկան ուզի, նրան ուզի վերջերջով, նրան ուզի։ Ինքը չի համաձայնվել։ Ասել են, ինչի համար դու այս հարուստներին չես ուզում, այս աղքատին ես ուզում։ Եվ գիտեք պատասխանը ինչ եղել։ Անձամբ ես եմ իրանից լսել։ Ասում էր, քանի որ ինքը այդ աղջիկը աստվածավախ աղջիկ է։ Աստվածավախ աղջիկը դրա համար հատուկ դրա համար ուզում։ Ասում են, ժամանակ էլ գյուղապետ չի եղել։
այնքանը ձգձգվել ու սпасել է միշտ որ ծնողների գոնե համաձայնությունը լինի ասում է ժամանակ ծերակույտ կար յուղում ծերակույտը հավաքվեց որոշեց ասեց լավ քանի որ այդ տղան քո տղան քանի որ իրան է ուզում արի համաձայնվի եւ այդպես էլ արեցին եւ այդպես ամուսնություն եղավ հետո անցավ ժամանակ այո եւ իրանց լուրջ ապաշխարության դեպքում ասենք իր մայրը որ ապաշխարան փոքր երեխա են եղել ասում են մենք մամայի հետ փոքր երեխա լինելով ծոմ աղոթք ենք անում հիմա մեծերը ջայլները այդպես ծոմ չեն անում երեխաներով ասում մենք ծոմ աղոթք ենք անում իմ պապայի համար որտեվ ասում է պապան բան ժամանակ ռևոլյուցիոներ մարդ էր դարել Լենինի մոտիկ մարդ է գնում էր ամիսներով չէր գալիս ծոմի աղոթքի արդյունք եղավ պապաս եկավ ասված մի հատ եղբայր ուղարկեց խոսեց խոսքը անմիջապես դարձ եկավ իր պապան եղել է 3 քանի տարիներ ծերության մասակում են ննջել է ատեսեք ինչ ճիշտ իրոք որ ընտրություն արել այսօր էլ երբ որ սովորաբար մարմնավոր են սկսում շատ վատ է լինում ընտանեկան կյանքում ամուսնական կյանքում շատ դժվարություններ առաջանում շատ խնդիրներ առաջանում եւ կան դեպքեր սովորաբար իրոք որ ընտանիքում այնքան հակառակություն են այնքան ինչպես վերջերս մի լով եղբայր ասում է եւ կան հավատացյալներ որոնք չգիտեն այն խոսքը որ առաքյալն ասում է Հակոբոսն ասում է եւ լեզուն ոչ թե Աստծո խոսքից է գալիս ոչ թե Սուրբ Օգուց է գալիս ով է իշխում որտեղից է բռնկվում եղբայրներ քուրեր հավատանք որ այդպես հնարավոր է գենից է բռնկվում գենից մենք կարծացինք որ գրված է վերին իմաստության մասին շատ անգամ մենք տեղերը փոխում ենք երկրայինը վերում ենք երկրավորը բերում ենք երկնային տեղ կամ հակառակն ենք անում բայց գրված է մի խափնվեք դրանք երկնային չեն դրանք երկնքից չեն դրանք երկրավոր շնչավոր են եւ դիվական են եւ ընտանիքում առաջանում են խնդիրներ եւ գայթակղություններ եղբայրներ քույրեր ես ավի համար կարտացինք իրոք որ միշտ էլ Աստված դատապարտել են նրանց որոնք սովորաբար ինչ են արել որոնք նույնթագանի հետ է սիրտը կապել դուք լավ գիտեք Գեզին դպիտ դառնա մարգարե Գեզին պիտի դառնա մարգարե նա աշակերտ էր Եղիսեի աշակերտ էր բայց նյութականի պատճառով մարմնավորության պատճառով նա բորոտություն ժառանգեց եւ դուրս եկավ իր ամբողջ գրվածը սերունդը բորոտվեց իր պատճառով ակարը դրանք ես ասում եմ մարմնավոր հավատացյալի մասին ակարը ինչ արեց թամարեց ոսկու եւ նզովքից վերցեց ոչ թե միայն ինքը սպանվեց ինքը կինը երեխեքով սա քարկոծվեցին մի հատ քարերի կույտ եղավ ճանապարհի մոտ էր որ ամեն իսրայելացի որ անցնելուց խրատ լինի որ դա Սակարի ընտանիքն է Հուդայի համար գիտեք ինչ եղավ Հուդայի համար Տերը չգիտեր Տերը գիտեր 3 տարի նա գիտեր ինչ է կատարում բայց ոչ մի աշակերտի չասեց որ ինքը գողություն անում նա 3 տարի սպասեց վերջերջով բայց վերջերջով ինչ եղավ կորստի պատճառ եւ այդպես անանասապիրան միշտ էլ բոլոր դարերում եղել են Պողոս առաքյալն ասում է ձեր մեջ հերձվածողները կլինեն որպես ինտերները Երևանան այսինքն զգուշ եղեք ամեն մեկը քննություն արեք եթե մարմնավոր ձևով եք անում վերջը լավ բանի չեք հանդիպի մարմնավոր էլ խաղելու եք ունենալ եք խնդրեմ դժվարություններ ամեն ինչի մեջ ձգտեք հոգևոր կյանքի դրա համար սովորաբար պարտավոր եմ ձեզ ասել հենց քուրիկների մոտ եմ ասում ուղղակի քուրիկների մոտ երիտասարդներ որոնք չեք ամուսնացած ինչն է պատճառը ինչքան քուրիկներ կա փորձառու են տարիներ անցել են նրանք հոգևոր աճուն են բայց մի անգամից ասենք հələ դեռ ջրով էր մկրտված չի հələ նոր է 18 տարեկան արդեն աչք գցում են վերջերջով որ նրանց հետ ամուսնանա գիտեք ինչ է սա այլ մարմնավոր վիճակ է պարտավոր եմ ձեզ ասել նրանք չեն փապագում չեն զգտում իսկական երիտասարդը որ իրոք որ հոգևոր անձնավորություն է սիրում է Տիրոջը որ կյանքում ոչ մեկ իրան չխանգարի ոչ մեկը պատճառ չդառնա գայթակղության եւ անդորը ավելի վատի նա ձգտի հոգևոր կյանքի կասի ինչպես է իր հոգևոր կյանքը երիտասարդը մի բան խնդրեմ ձեզ բոլորի մոտ եմ ասում եթե դուք առաջարկություն կանեք իմացեք այդ քույրիկը ավետարան ունի իր անձական աստվածաշունչ ունի նա Աստծո խոսքի հետ աղոթքի հետ կապ ունի թե չունի եթե նա չունի տանաբես Աստծո խոսքի հետ կապ եւ աղոթքի կյանք չունի եթե բերես խնդրեմ է դառնալու դու այդպես պիտի իմանաս առաջին հարցեք հովիներից հոգևոր անձնավորությունը թե չէ Աստծուն սիրող անձնավորությունը թե չէ եթե մեկը Աստծուն չի սիրում նրանից կարող է շատ դժվարություններ առաջանալ դրա համար պատահական չի որ Աստծո խոսքը մեզ շատ բաներ սովորեցնում է որոնք սովորաբար ինչ են ասում Տիմոթեոսի համար ինչ է գրված Ֆիլիպպես 2-րդ գլուխ 15 խոսքը 2-րդ գլուխ 15 խոսքը Տիմոթեոսի համար է գրված Տիմոթեոսի համար անոր նման սրտակից մեկը սա հոգևոր անձնավորություն է նրան նման սրտակից մեկը չունեմ որ մտերմաբար ձեզի համար հոգ տանի քանզի ամենը իրենցն է փնտրում եւ ոչ թե Հիսուս Քրիստոսին նա որ իրան է փնտրում նա մարմնավոր է բայց նա որ Տիրոջն է փնտրում ուրիշի օգուտը ուրիշին օգնել է ուրիշին վերջերջով սրտակից լինել ցավակից լինել այսպեսին հոգևոր մարդիկ են ես չգիտեմ այդ դեպքը ձեզ պատմել եմ թե չեմ պատմել եթե կլինի կրկնողություն ոչինչ
Վերջ երջո շատ տարիներ առաջ մի հատ քույրիկ կար, մենակ ապրող քույրիկ էր, տարեց քույրիկ, ջրով Սուրբ Հոգով մկրտված, ուշադիր եղեք, ջրով Սուրբ Հոգով մկրտված։ Երբ որ գնում էր տունը, տեսնում էր Աստվածաշունչը դնած, կտակարան դրած, երկարան դրած, մտածում էր, որ ինքը անդադար Աստծո խոսքի հետ կապված է։ Միշտ մտածում էր արտակինը ցույց է տալիս, որ հոգևոր մարդ է։ Արտակինը շատ անգամ մեզ էլ է խաբում։ Եթե Սամվայել մարգարեին տեսածը խապվեց, ինքը խապվեց, ասեց կա չկա, սա իսկական թագավոր է։ Վերջ երջով, վերջը մարդ արտակինին է նայում։ Այդպես էլ, եթե մենք կարող ենք շատ խապնվել։ Եվ Տերն ասեց դու արտակինն ես նայում, ես սրտին եմ նայում։ Հավատացյալ մարդիկ իրոք որ ուրիշ կերպ են նայում։ Նրանք միշտ նայում են հոգևոր կյանքով, նայում են վերջ երջով, զիջելու, տանելու, ներելու, ոչինչ, թող այսպես լինի։ Էդի ոչինչ, առանց դրա էլ մենք ապրենք։ Ոչինչ, դա էլ պակաս թող լինի, վերջ այսպես կանենք։ Բայց մարմնավոր հավատացյալը չեն կարող հանգիստ մնալ։ Հնարավոր չէ։ Նրանք պետք է պահանջեն, նրանք պետք է նորից ասում վիճաբանեն, նրանք պետք է վերջ երջով դժվարություն ստեղծեն, որ իրանց նպատակին իրան սրտի ցանկություն հասնեն։ Իրան սրտի ցանկությանը։ Գիտեք ինչ կան հոգևորներ, էդի քույրիկները նախորոք իմացեք, ովքեր ամուսնացած չեն։ Իրանք խոստովանում են։ Գիտեք, իրանք խոստովանում են, ասեն, որ ամուսնացած են, ասում են, ճիշտ է, ես ընդունում եմ, որ իմ ամուսինն իմ գլուխն է։ Ես ընդունում եմ դա, որ իմ ամուսինն իմ գլուխն է։ Բայց գիտեք ինչ են ասում, ես էլ վիզն եմ, ոնց ուզենամ կարող եմ ծռել։ Այդպես էլ անում են։ Ես էլ վիզը, վզի տեղ եմ ծառայում։ Ոնց ուզենամ այդպես էլ ծռում, այդպես էլ անում են։ Ընտանիքում առաջացնում են մեծ խնդիրներ։ Աստված օգնի, եղբայրներ, քույրեր։ Եթե իրոք որ սովորաբար Հուդան տես ինչ ասում, Հուդայի թղթում որ կարդում ենք, վայ է տալիս նրանց։ Հուդայի թղթում որ կարդա, գնացեք, Հուդայի թղթը կարդացեք, մի գլուխ է։ Վայ անոնց, որոնք ասում են Կայինի ճամփով գացին, Բաղամի մոլորի ճամփից գնացին, Վարձքի հետևից գնացին։ Գրված է Կայինի պես եւ Բաղամի պես։ Նա պատկաց իր Վարձքի համար, իր օգուտի համար, իր շահույթի համար Իսրայել չկարողացավ որ անիծել, նա գաղտնիքը բացեց։ Ցույց տվեց, ոնց կարելի Իսրայելին հաղթել։ Թշնամուն ցույց տվեց ճանապարհը, գցեք իրանց մեղքի մեջ, երիտասարդներ անեք վերջ երջով այդ սառը լանջի վրա, բլոնի վրա զոհարեք դուք, իրանց էլ կանչեք երիտասարդներ խառնվեն, հետո գնան կրապաշտության մեղքի մեջ կընկնեն, Աստված երես կթեքի եւ դուք հաղթեք։ Այդպես էլ արեցին, ինքը հասավ իր նպատակին։ Դրա համար ասում է, եւ նրանք ինչպիսին են։ Նրանք ամպեր են, բայց ջուր չունեցող։ Այսինքն հավատացյալ են, բայց չկա կյանքը։ Ջուր չունեցող։ Հələ պատկասեք ամպեր կան հիմա։ Այնպես երևում է փոքր ամպեր։ Նրանցից անձև չենք սպասի։ Եվ այդպեսի հավատացյալներ կան, որոնք մարմնավոր հավատացյալ են, որոնցից լավ մի սպասեք։ Դրանք ասում անջուր ամպեր են, փոթորիկից քշված, բերք չունեցող ծառեր, բերք չունեցող, ծառ է, բայց բերք չի տալիս։ Անպտուղ են նրանք։ Երկու անգամ դրված է խլված հոգ, արմատից խլված, երկու անգամ մեռած։ Եղբայրներ, քույրեր, մեզ Տերը մեզ չի կանչել։ Հոգևոր կյանքում Տերը կանչել է, որ արթնանանք մենք, զգաստանանք, ձգտենք հոգևոր կյանքի։ Մարմնավոր կյանքը փոխ հոգևոր կյանքի։ Եղբայրներ, քույրեր, եթե այսօր ձեր մեջ էլ կա որոնք սովորաբար իրանց ծնողներին ընդհանրապես այնպես չեն հարգում, սա մարմնավոր վիճակ է։ Հոգևոր անձնավորությունը իրանց ծնողներին պետք է հարգեն։ Ես շատ անգամ եղել ասել եմ, այն երիտասարդը սովորաբար որ պետք է վաղ ամուսնանա, եթե ծնողին չի հարգում, գրվածը չի պատվում, պատվիր քո հայր մայրը, որ երկար կյանք ունենաս եւ աղեկ լինի ուշադիր եղեք, լավ լինի քեզ, եթե չես պատվում, որտեղից լավ լինի։ Քո ամուսնությունը ոնց պետք է Աստված օրհնի։ Դու որից որ ծնվել ես, իրան չես հարգում։ Սուրբ գրքում չի գրված է, եթե լավ ծնող է, կարելի է լավ հարգել, իսկ եթե վատ ծնող է, աննազան ծնող է, կամ հայրը հարբեցող է, կամ մաման վերջ երջով, այսինքն այն ոնց ասած, այն վիճակը չունի, նրանց չի կարելի հարգել։ Ծնողը մնում է ծնող։ Ծնողը մնում է ծնող։ Ես չգիտեմ, այդ դեպքը պատմել են, ասում են Հովանես Շիրազի, որ մայրը մահացել է, դե մոտենում են, ասում են Հովանես Շիրազ, քո մայրը քանի տարեկան է, գիտեք ինչ է պատասխանել։ Ասում են նա իմ մայրն էր։ Մտածում եմ երևի լավ չհասկացրին։ Ասում են Հովանես Շիրազ, մենք հարցում ենք, մամա քանի տարեկան էր։ Նա ասում է նա իմ մայրն էր։ Տարիքը կապ չունի։ Մայրը մնում է մայր։ Ես խնդրում եմ ձեզ, անձնականություն արեք։ Ձեր տետրակի մեջ գրեք այսօր։ Այդ կետերը գրեք, ինչ բաներ կա, ոնց ասած, որը մարմնավոր է, որ հոգևոր է։ Եթե ձեր կյանքում այդպես չգնացեք, խորը զղջացեք։ Եթե դուք հիմա էլ զղջաք, այս օրերում, ինչքան դեպքեր եղել է զանգում, ասում մամ ջան, Սուրբ Հոգին որ գործում է, կներես ինձ, պապա ջան, կներես, որ լավ չեմ վերաբերվել, աննազանդ եմ եղել, լեզվան եմ եղել, ինչ անեք։ Ինձ ների մայր ջան, արդեն դա ապաշխարության քայլ է, եւ օրհնությունը կգա։ Օրհնությունը կգա։ Թող այդպես չանցնի ոչ մի վարքյան։ Եթե ինչ որտեղ Սուրբ Հոգին բացահայտում է, մեղքեր կան, բաներ կան, անազանդություններ կան, զղջացեք, որ Սուրբ Հոգին գործի, ժամանակը պարապ չանցնի։ Կարող է 80% օրդուչան մեջ լինի, մի 20%-ը նորից եմ ասում, ընդհանրապես Տիրոջ հետ կապ չունենա։ Քարացած սրտով գնանց տեղից, բայց Տերը այդպես չի ուզում։
Տեր ուզում որ Տիրոջ իր փառք ամենքի վրա երևնա։ Ինչպես վրեժ եղբայր վկայեց այդ վերջի պաշտամու ժամանակ Տիրոջ օրհնություն եղել է Ռոբերտ եղբայրը վկայեց Էշմիածնի։ Եղավ թող Աստված օգնի։ Իմ աղաչանքն է եղբայրներ քույրեր, եղբայրները կունենան բան նորից եմ ասում, հա, երկու բան։ Ստեղ օրինակ նայում ենք, տեսեք, հոգևոր մարդ ինչ է ասում։ Առակաց եզում եմ կարտալ 37-ը, գրեք ձեզ մոտ։ 37-ը Առակաց 30 գլուխ 7-րդ խոսքից կարդում եմ ինձ համար եւ ձեզ համար 30 գլուխ 7 խոսքից քեզ մե երկու բան կխնդրեմ հոգևոր մարդ այդպես կարող խնդրել մեռնել ես առաջ զանոք ինձ մի արգելել այսինքն տայրներ որ պիտի ապրեմ չի ասում հենց որ մեռնելու վաղտ եկավ վարկան եկավ նոր է առաջինը մի արգելել ունայնությունը եւ սուտ խոսք ինձ մի հեռացուր եթե հոգևոր մարդը կարող ասել ունայնությունը ուշադիր եղեք այն բանը որ ունայնություն է այն բանը որ ասած որ ժամանակավոր կյանք է ունայն բան է որը օգուտ չի տալիս եւ սուտ խոսք ինձ մի հեռացուր առաջինը երկրորդը ինձի աղքատություն կամ հարստություն մի տուր աղքատություն կամ հարստություն ուշադիր եղեք իմ սովորական հացով զիսկ իրագրե չլի որ կշտանամ ու քեզ ուրանամ ու Տերը ով է ասեմ Տեր ով ես դու եւ չլի որ աղքատանամ ու գողություն ունեմ ինչ դարքիր աղոթքի անում օրվա չափավոր կյանքում վերջերս երեք մեկ բան հետ խոսում ենք Սամվել եղբայրն է սրտից կպավ իրոք որ ասես մի հատ եղբոր մենք գիտենք ինչի մարեք նշանակել ագահության համար եկեղեցում նման բաներ հազվադեպ են լինում եկեք ճիշտ խոստովանենք եղբայրներ շնության համար մյուս համար նման համար բայց ագահության համար չի լինում կամ էլ գրված է նախատողների համար դա էլ հազվադեպ է լինում բայց այդպես ասում է Սուրբ Գիրքը ասում է եթե մի եղբայր ագահ լինի կռապաշտ լինի նախատող լինի գրված է անարակ լինի այդպեսի հաց էլ չուտել այսինքն սովորաբար այսօր ինչքան դեպքեր կա որ մարդիկ գնում են տոգոսների տակ գնում են շատ ծանր պարտքերի տակ ինչից ելնելով ինչից է պատճառը եթե նայենք խոր արմատը ագահությունից է դա մարդը չի ուզում շատ ուզում ավելին ուզում ավելի վերջը եւ հետաքրքիր է ձգտելու պատճառով ընկնում է ծանր վիճակների մեջ ձգտելու վիճակում չեմ ասում միամտություններ կան դեպքեր որ իմաստուն չի վերաբերվել բայց հիմնական պատճառը դա է ուշադիր եղեք մենք ոչ մեկից լավը չենք տեսեք ինչպես աղոթք է բերել հոգևոր մարդ այդպես է Տեր Աստված ավելի լավ է ինչ չափավոր տուր հանգիստ կյանք ապրեն չընկնեն դժվարությունների մեջ վերջ մեր Գևորգ եղբայրը ասում է իրոք որ եթե կռավատը ոսկուց լինի ինչ որ մի բան փոխվի կարող է լավ իրազներ տեսնես հա եթե կռավատը ոսկուց է շատ գեղեցիկ մարգարիտներով վերջը մի հատ քնել չի մի հատ քնել ինչ են անես մարմինը հակառակ է հոգին մարմին հակառակ է մարմին հակառակ ինչ անենք հոգով գնանք մարմնի ցակությունը չպետք է կատարենք հոգով չգնանք մարմնի ցակությունը պետք է կատարենք հոգուն տեղ տվեցի Սուրբ Հոգին ինքը քեզ կառաջնորդի ինքը քեզ կառավարի եղբայրներ քույրեր ինքը կառաջնորդի քեզ ինքը ճիշտ ուղղությամբ տանի քեզ իսկ եթե դու մարմնավորության տեղ տվեցին ահա որ է վիճակը հոգին պետք է գործի մարմինը պետք է նորից ասում կարող է հաղթել դրա համար թող Աստված օգնի Սուրբ Հոգին առաջնորդի մեզի տեղ տվեք Սուրբ Հոգուն աղոթքի կյանք ապրեք որ առաջնորդի Սուրբ Հոգը ձեզ ճիշտ է Պավել եղբայրը որոշ բան ասեց եթե զգուշություն պետք է անել բայց նորից եմ ասում վերջերս դրվեց անհանգստացած եմ ես անհանգստացած եմ որովհետև եկեղեցում կա բաներ կիսատ է ժամանակին օրինակ հիմա էլ այդպես չի ժամանակին օրինակ գալիս են Ռուսաստանից Ուկրաինայից մենակ տեսնես երիտասարդների մեջ ինչքան Սուրբ Հոգով լեցված անձնավորություններ կան որոնց միջոցով մարգարություն է լինում եկեղեցում դա պարգև է դա շինության համար է դա հոգևոր աճման համար է դա օգուտի համար է դա վիճակները բացելու համար է գրված է մի անգամ վերջը մարգարությունը նրա համար է որ տկարը ուժովնում է ընկածին ոտքին հանում վերջերչով այդ պարգևները օգուտի համար են եկեղեցու օգուտի համար են շինության համար են ոչ թե անկման համար են բայց այսօր այդպես չի գործում եկեղեցում նորից եմ ասում որը պետք է պարգևներ գործի ես շատ եմ աղոթում ասում եմ Տեր եկեղեցում պարգևներ հանի պարգևներ եկեղեցում չկան տիրոջ պարգևները նշանակում է եկեղեցում այն վիճակը չի հեղի ժամանակ հիշում եք ինչ էր գրվածը Աստծո խոսքը հազվագույտ էր այսինքն մարգարական խոսք հազվագույտ էր եւ հայտի տեսել չկար եթե եկեղեցում չկա տեսիկները չկան մարգարությունը նորից եմ ասում ինչ որտեղ այնպես չի Սուրբ Գիրքն ասում Տերը տվեց ինչ արի առաքյալներ մարգարեներ վերջերչով հայտություններ լեզուներ բժշկության պարգևներ դևեր հանրել պարգևներ ինչի համար են դրանք օրինակ եղել է դեպք Տերը այնպիսի վիճակները բացահայտում այնպես բաները բացահայտում եկեղեցում եւ տկարը ուժովնում է ընկածը վեր է կանգնում Սուրբ Հոգին շատ բաները բացահայտում նպատակը եկեղեցի մաքրի ազդագրվեն մեղքից եւ նորից եմ տկարություններից դուք էլ նախանձավոր եղեք դու նախանձավոր եք Տիրոջ շնորհքներին Պողոս առաքյալը ասում է նախանձավոր եք մանավանդ մարգարության ասում է եթե տգետ անհավատը որ ներս է մտնում եկեղեցի տգետ անհավատը առաջ անգամ
Եվ գրված է մարգարությամբ իր սրտի ծածուկ բաները ի հայտ հանում եւ գրված ինչ է գնում։ Այդ մարդը գնում է քիթու բեռնի եւ խոստովանվում է իրավստն է Աստված ձեր մեջ է, ձեր մեջ գործում է։ Ես մի բան պատմեմ վկայություն։ Շատ տարին առաջ այդ ընտանիք գնացել Ամերիկա։ Ընտանիքում մայրը հավատացյալ, հայրը հավատացյալ, 3 տանիր հավատացյալ, 3 հարսներ հավատացյալ մի տան մեջ ապրում էին։ Ուկրաինայից եկել են երիտասարդներ, շատ ջերմերանտ էին։ Իրանց տունը հյուրասիրել են, գիշերը մնացել են, այդ քույրիկի սրտում ծանրացել է, գիտեք ինչ է ծանրացել։ Ծանրացել է, որ ասենք այդ տան մայրը ամեն գործ ինքն էր արել, աշխատել էր, ճաշեպում, այսպես, այ մատ ասում են իմ հարազները չեն գնահատում, ոչ իմ ամուսինը գնահատում, ոչ իմ տղաները, հարսները, այդքան չարչարում, ոնց որ չեն գնահատեն։ Ինքը ոչ մի մեկը չէր կիսվել, ռուսերեն էլ չգիտեր ինքը։ Այդ առավոտ աղոթքի ժամանակ այդ երիտասարդ եղբայրը ծնկի վրա մոտենում է մարգարենում է իր վրա, ասում աղջիկս գիտեմ զավակես, ես ամեն բան տեսնում եմ, ես գիտեմ որ քո արածները չեն գնահատում, բայց դու լավ իմացիր, ես քո ամեն մի արածը գնահատում եմ, ամեն մի արածը։ Սուրբ Հոգու իրոք որ երբ որ պարգևները գործում է շատ բաներ է բացայտում, մեղքեր է բացայտում, վիճակներ է բացայտում, դա բացայտում է ոչ թե դատապարտելու համար, բացայտում է ապաշխարության համար, ազատագրման համար։ Վիճակները բացայտում է եղբայրներ քույրեր։ Դրա համար թող Աստված օգնի, ձգտենք հոգևոր կյանքի։ Իմ խնդրվածքը երիտասարդներ, ես Տիրոջ սիրով աղաչում եմ։ Տիրոջ սիրով խնդրում եմ, որ իրոք որ ինչ որ բաներ դուք զգում եք մարմնավոր բաներ կա ձեր կյանքի մեջ, աղաղեք Տիրոջը, ինչքան շուտ մաքրվեք, ինքան արգելքը խոչընդոտ եք մաքրվի։ Հոգյով գնանք, հոգյով ընթանանք, Սուրբ Հոգով լեցվենք։ Երբ որ Սուրբ Հոգով եք լեցվում, ինչ է լինում։ Կատարում են օրհնություններ, կատարում են մարգարություններ, կատարում են զորություններ, կատարում են հրաշքներ, նշաններ, եղբայրներ քույրեր, կատարում է բժշկություններ, շատ մեծ բաներ է կատարվում, ազատագրում է տեղ ունենում։ Իրոք որ այս ժամանակ իրոք շատ հրաշալի է։ Այնպեսի ուրախություն է գալիս, որ աշխարհը չի կարող ուրախացնել, չի էլ կարող ուրախացնել, բայց որ դրա հակառակը կա մարմնավորությունը, մարդ հանգիստ չի, անդադ լարված է, անդադ վիճաբանության մեջ է, անդադ բան է փնտրում, որ կռիվ սարքի։ Եղբայրներ քույրեր, չի կարող սրան ներել, չի կարող սրան տանել։ Էդի կյանք է, դե հոգևոր կյանք չի։ Այդ վիճակով համակերպվենք, ինչ անենք։ Հոգևոր կյանքը նորից եմ ասում այնպես, այն որ ասում է գրքաշ գնանք այդպես, գնանք այդպես ուր գնանք։ Տիրոջը դա հաճելի չի։ Երիտասարդներ ժամանակն է հիմա։ Յուղ հավաքելու ժամանակն է, Սուրբ Հոգով լեցվել ժամանակ է։ Սա գալիս է նրանից, որ մենք ձգտում ենք առաջին հոգևոր կյանքի։ Տեր ուզում ենք քեզ հետ ապրել։ Տեր ուզում ենք քո ներկայությունը։ Տեր ուզում ենք փոթքերի մոտից չրանալ։ Ոչինչ։ Առաջ գիտեք ինչքան հալածանքներ եղել են։ Մարդիկ նյութականի կարգին տեղել չեն ունեցել, տուն էլ չեն ունեցել կարգին, ուտելու բան էլ չեն ունեցել, բայց հոգևոր կյանքը շատ ուրիշ եղել։ Շատ ուրիշ եղել։ Սուրբ Հոգին հայտնապես գործել է, մեծ զորությամբ է գործել։ Ես հիշում եմ մի դեպք կարդացեմ Իվան Յաժակովի մասին, ուզում եմ ձեր մեջ նախանձավորություն առաջանա։ 20 տարեկան եղբայր եղել։ Եղբայրներ քույրերի, երիտասարդ եղբայրներ, ձեզ էլ շատ վերաբերում։ 20 տարեկան եղբայրը Սուրբ Հոգով լեցված եղել։ 20 տարեկանում հալածանքի ժամանակ կագեբեն այնքան ընկե հետևից չի կարողացել բռնել։ Ունեցել է մարգարության պարգև, դևեր հանելու պարգև, բժշկության պարգև, մարգարության պարգև ունեցել։ Գործել է։ Միջև էր հաստատուն է մնացել։ 3 հատ մոտոցիկլետ է փոխել, այնքան հասկի մեջ եղել։ Մի քանի մոտոցիկլետի մոտոր է փոխել։ Այդքան գիշեր-ցերեկ վազել է։ Եվ աշխատել է աղյուսի գործարան, այն էլ տանջանքի բան եղել, աշխատանք եղել։ Այդպես աշխատել է։ Քանից արի հասցրել է, մոտոցիկլետով գնացել, եկել է կանգնեցել է Կիև, եկել է հասել է, եկել աշխատանքի որ չուշանա չերացնեն։ Այդպես նվիրված եղել։ Ով է տվել այդ ջանքը, ով է տվել այդ նախանձավորությունը, ով տվել է ուժը կարողությունը, Տերն է տվել։ Դրա համար եմ ասում, այսօր եթե մարմնավոր հավատացյալ է, շատ անօգ են լինում, շատ անտարբեր են լինում, հեշտ պետները չի։ Եթե մի բան էր, որ Աստված տվել է, մի մնասը, իրանց մարմնավորության պատճառով, անօգնության պատճառով կորցնում են դրանք։ Եվ ինչ են անում, թաղում են, հետո ուզում են Տիրոջ մոտ արտարանը, Տիրոջ մոտ չի արտարան այդպեսի մեկը։ Եվ Տերը պետք է ասի, չար եւ ծուր ծառա։ Չար եւ ծուր ծառա, ես չէի տվել որ տաներ, ապահով պահեր, բեր ինձ տայիր։ Դա պետք է գործի մեջ դնեիր, բայց դու չդրեցիր։ Տվեք 5 մնաս ունեցողին։ Ասին Տեր նա 5 մնաս ունի, ոչինչ, շատին պետք է տրվի, որովհետև նա շատ գործ արեց։ Թող Աստված օգնի։ Ես կուզեի մի հատ աղոթ կանենք, եղբայրները շարունակեն։ Մի հատ աղոթ կանենք։ Եթե ինչ որ բաներ մեր կյանքում եղել է, մարմնավոր կյանքով, միջև ապրել ենք, եկեք զղջանք։ Եղեք մեղագանք, որ Տիրոջ Սուրբ Հոգին գործի։ Անցնենք մարմնավոր կյանքից հոգևոր կյանքի, սիրո կյանքի, անարատ կյանքի, մաքուր կյանքի, Տիրոջ սիրող անձնավորություն լինենք։ Դրա համար ենք մենք կաչված։ Տերը օգնի, աղոթքի տեղ տանք։